Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ Ժառանգություն կուսակցության համահիմնադիր Հայաստանի առաջին արտգործնախարար Ռաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու։ Բարև Անահիտ, ինչպես եք այսօր։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, դուք լավ եք։ Պարոն Հովհաննիսյան, անդրադառնանք մեր թեմաներին։ Տեսեք, Հայաստանում ընտրությունները ավարտվեցին, Հայաստանի իշխանությունները հավաստիացնում էին, որ չկա որևէ սպառնալիքով լեցուն օրակարգ, այսինքն ուղղված Հայաստանին Ադրբեջանի կողմից, չկա ադրբեջանցիների Հայաստան գալու օրակարգ, որ դա կեղծիք է, բայց անմիջապես ընտրություններից հետո մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ակտիվ միջոցառումներ է կազմակերպում Նախիջևանում, Ադրբեջանում, հիմա նաև Միացյալ Նահանգների կոնգրեսում, եւ այդ բոլորը վերաբերում են հենց ադրբեջանցիների Հայաստան այսպես կոչված վերադարձի օրակարգին։ Ինչու է սա տեղի ունենում անմիջապես ընտրություններից հետո եւ ինչ խնդիր է հիմա Ադրբեջանը լուծում։ Որովհետեւ Հայաստանում իշխում է Բաքվի տեխնիկային ռեժիմը իր բարակլով հանդերձ եւ իրենց իշխանաբահությունը ուղղակիորեն կապված է Բաքվի պահանջների սողացող ագրեսիայի հետ համակայլ առաջ գնալու իրենց հանձնարարությամբ։ Եվ մենք տեսնում ենք, որ պայմանը պայմանի վրա, պահանջը պահանջի վրա, Բաքվի բռնապետը, որը պահում է մեր գերիներին, մեր բադանտներին այնտեղ, ինքը նաև գտել է Հայաստանում մի գրծեր ենթակա, ովքեր նույնպես Հայաստանի բանդերը լեցնում է քաղաքական գործիչներով, լրագրողներով, սրբազաններով, շարքային քաղաքացիներով։ Եվ այնինչ մենք տեսնում ենք, ուղղակի սերում է դրանից, որ Հայաստանը այս իշխանության ներքո ուղղակի զիջել է իր սեփական իրավունքները, ինքնորոշումը, իրավադիրությունը եւ Բաքուն վերախմբագրելով պատմությունը, ընդհանուր տարածաշրջանի հայոց պատմությունը, թաթարների պատմությունը, ինքը վերցրել է Հայաստանին պատկանող իրավունքը եւ ինքը քայլ առ քայլ հետապնդում է այդ օրակարգը, լավ իմանալով, որ Հայաստանում առայժմ կա ոչ օրինագարկ, ոչ լեգիտիմ, հագալեգիտիմ մի իշխանություն, որ ամեն ինչ անելու է իրացնելու Բաքվի պահանջները։ Եվ ես կասկած չունեմ, որ այս իշխանությունը 5 տարի չի ձգելու, չի կարող ձգել, որովհետև եթե հանգարտ ձգեց, մենք պիտի ունենանք ոչ թե Հայաստանի Հանրապետություն, լավագույն դեպքում Երևանյան փոքրիկ հանրապետություն, սատրապություն, որը գադարում է օդար բռնապետների պահանջը։ Եվ սա է իրականությունը, եւ մենք տեսանք այս վերջի ընտրությունը, երբ մարդիկ ովքեր եկան իշխանության ժողովրդավարության, դեմոկրատիայի, անցյալի սխալներ ուղղելու խոստումներով փաստորեն կատարեցին հայոց պատմության ողջ ընթացքում ամենախայդարակ, ամենաբիղձ, ամենագեղձ ընտրությունը իր ընթացագարկով, իր համատարած եւ հանրագարքային խախտումներով եւ նաեւ ի վերջո արդյունքով։ Այստեղ ենք եւ մենք պիտի ուղղակի տեսնենք, թե այս տեխնիկայնությունը որքան պիտի քաշի, դա արդեն հայ ժողովրդի ձեռքն է։ Պարոն Հովհաննիսյան, ներքաղաքական այդ հարցերին դեռ կանդրադառնանք, հիմա շարունակելով թեման։ Ադրբեջանը այս շրջանում կարծես հարաբերականորեն ավելի լուռ էր իր պահանջների հետ կապված, հա, ես խոսքս վերաբերում է նախընտրական շրջանին։ Սա կարծում եք պայմանավորված էր, այսինքն Ադրբեջանը դիտավորյալ լռում էր իր պահանջների մասին, որպեսզի հայ ժողովուրդը մտածելով, որ եկել է խաղաղություն, գնա եւ ընտրի իշխանություններին։ Գիտեք ինչ, ես վաղուց ոչ միայն Հայաստանի բարակողին, այն նաև Բաքվի բռնապետին չեմ մեկնաբանում, կարծում եմ, որ նախընտրական մի փոքր թաթար վերցրեց, իրենց նախապայմանները ակնհայտ էին եւ կատարվել էին Հայաստանի հետ իշխանիկների կողմից, սահմանադրական հանրակրվեն նաև օրակարգումը եւ արդեն հերվից գալիս էր վերախմբագրված պատմությամբ 300,000 ադրբեջանցիների միֆը։ Եվ կարծում եմ, որ սպասեց, չստացավ իր ուզած սահմանադրական մեծամասնությունը
Եվ հետո արդեն ցույց տվեց թե ով է բասը, ով է ոչտը եւ ինքը սկսեց հրահանգներ իջեցնել։ Եվ այդ բացակայությամբ այդ անջրբեդի մեջ, որ Հայաստանը վերջի դարիներին չի բարձրացնում Արցախի իրավունքի, վերադարձի իրավունքի խնդիրը, ուր մնաց Գարդմանք եւ Նախիջևան եւ Սումգայիթ եւ Բաքու եւ Գեդաշեն եւ Մարտունաշեն, բարձ է որ իրենք այդ անջրբեդը պիտի վերցնեին, լեցնեին այդ անջրբեդը եւ նաեւ այսպես բումերանգի կանոնով դեպի Հայաստան ուղղել այդ բանջարը։ Եվ Թուրքիան որպես ավակ եղբայր իբր թե ավելի գառուցողական, բայց ինքն ալ ցկում է բանակցային այդ գործընթացը, մինչև որ բոլոր նախապայմանները իրականացվեն եւ արդեն ակնհայտ է դառնում, որ արդեն օրագարկ է մտնում այս իշխանության լրության պայմաններում արդեն այդ զանգվածի փոխանցումը դեպի հայրենի հող, դեպի Հայաստանի ինքնիշխան տարածք եւ դրան հետեւի նաեւ այլ պահանջներ, անվտանգության, դեղական ոստիկանության, քվարտիայի ներկայության ադրբեջանական եւ մնացած ամեն ինչը։ Եվ արդեն գամած այդ սողոսկող դաբալումը, ձախողումը գործանումը մեր պետության կդառնա արդեն արակացված տեմպերով։ Եվ մենք տեսնում ենք, որ այս մարդիկ, որքան մենք իրենց քննադատենք, նսեմացնենք, իրենք հերահար քաղաքականության իրացնող են։ 100 տարի առաջ Թուրքիան իրանական շահից վերցրեց Իրան Նախիջևան փոքրիկ գդորը եւ բացվեց Թուրքիան Նախիջևան ուղիղավ եւ 100 տարի անց գրեթե ուղագի 100 տարի ոչ միայն վերականգնվեց, արդեն իրենց աչքը դրեցին Սյունիքի վրա եւ փաստորեն հիմա արդեն սպասարկում են Մեծ Թուրանի իրենց ծրագիրը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայով։ Ինչ անվանում են դանք դրան, ամերիկյան անվանում լինի, թե մեկ այլ չեզոք վերնակիր, դա ուղղակի հարված է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ դա իրենց հերահար մեծ երազի իրականացումն է։ Իսկ եթե այդ ստորագրած փաստաթղթերում պարոն Հովհաննիսյան հստակ գրած է, որ ամեն ինչ տեղի է ունենալու, այդ ճանապարհները, կոմունիկացիաները ապաշրջափակվելու են Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ներքո, այդ դեպքում ինչով է դա հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու Սյունիքին։ Որովհետեւ առաջի հերթին այդտեղ չկա իրական էական փոխադարձություն։ Այնտեղ հղում կա ինչ-որ բարբերության մեջ, թե պետք է լինեն փոխադարձ առավելություններ գոմերի համար, բայց այդ փոխադարձությունը չի գործում։ Իրենք ուզում են անցնել մեր պետական տարածքով առանց հայի երես տեսնելու, հայի դեմք տեսնելու, front office, back office, ինչ որ տերմիններ են մտցրել, այսպես եզրափանության մեջ հասարակական, բայց խնդիրը այն է, որ այդ նույն բանը պիտի վերապերի իրենց պետական տարածքին, այդպես ասենք, եթե հայը պիտի գնա Նախիջևանով դեպի Երասխ, թե դեպի Բաքու, ինքը ադրբեջանցու երես պիտի տեսնի, թե չտեսնի։ Կուզեմ ասել, որ այս փոխադարձության առավելությունը վստահ եմ, որ այս իշխանության օրոք երբեք ու երբեք իրականություն չի դառնալու, սա լինելու է միագոմանի առավելության միջանցք եւ արդեն գաղտնիք չէ, թե թուրքերը, թե ադրբեջանցիները շատ բաց եւ ուղիղ եւ անգելց խոսում են դրա մասին։ Հիմա տեսեք, դուք ասում եք Հայաստանը զիջեց, դրա համար փոխարենը առաջին քայլն արեց Ադրբեջանը, այսինքն մենք չպահանջեցինք մեր իրավունքները, մեր հայության վերադարձը մեր պատմական հողեր, այդ թվում եւ Արցախահայերի վերադարձը հիմա Արցախ, փոխարենը Ադրբեջանն է այդ քաղաքականությունը հստակ առաջ տանում։ Նիկոլ Փաշինյանը այսօր լրիվ հակառակն է ասում է ադրբեջանցիները խոսում են իրենց վերադարձի իրավունքի մասին, որովհետև այստեղ դուք Հայաստանում եք խոսում։ Օրինակ падգամավորներին մեղադրում է, ասում է Արցախի դրոշները դեռ խորհրդարանում շարված են, դրա համար նրանք այնտեղ խոսում են։ Այսօր մեղադրեց նաև հայ դատականներին, ասում եք այն դեռ դուք Ամերիկայում հայ դատը առաջ եք տանում եւ առաջ եք տանում Արցախահայերի իրավունքները, նրանք խոսելու են դրա մասին։ Ես ոչ լեգիտիմ նմանագող փոքրիկ բռնապետին չեմ մեկնաբանում, այլևս բարձր որ մեր ցավ է ողբերգությունը աղետ է, որ դա գաբինայց վիճակի մեջ ենք, բայց ինքը դա պիտի ասի, որտեվ
իր գործունեությունը, իր job description-ը, իր հանձնարարությունը հարևան բռնապետությունից հենց դա է։ Պիտի ներկայացնի օդարի ագրեսիան, նախահարձակությունը եւ բռնի մոդեցումը արդարացնելու յուրաքանչյուր քայլը արդարացնելու պատճառաբանություն։ Կարելի է, ինչպես ասում են, ասել թե դե զիջում ենք, որ հետո ագրեսիա չլինի, բայց այդպես չէ։ Կոնկրետ այս հարևանների հետ յուրաքանչյուր զիջում բերում է հաջորդ քայլի ագրեսիան եւ լեգիտիմացնում է այդ հաջորդ քայլը։ Այսինքն նույնիսկ եթե մենք հրաժարվենք Արցախի օրակարգից, նույնիսկ եթե հրաժարվենք եւ իրենք միևնույնն է հստակ պնդելու են իրանց վերադարձի մասին եւ նաեւ հայտարարում են, որ դա պետք է դառնա բանակցային գործընթացի հստակ առարկա։ Բոլոր դեպքերում առանց պայմանի իրենք մտցրել են եւ դա գրգնում եմ, դա եկել է այդ բանից, որ դարիներ շարունակ մենք լրել ենք, չենք բարձրացել մեր հարցերը, մեր իրավունքները, մեր վերադարձը դեպի մեր հայրենի հողերը եւ հայրենի բնորանը եւ իրենք ուղղակի այդ խմբակրել են բادմությունը, մեր բادմությունը եւ հիմա արդեն դրել են այդ հարցը։ Այդ հարցը պետք է բացառվի։ Այդ Շագերդյան միջանցքը պետք է բացառվի։ Կարելի է վերաբանակցել կոմունիկացիաների հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը բազմակողմանի, բայց այն ինչ որ հիմա գա սեղանի վրա, այս իշխանության օրոք լինելու է միակողմանի զիջում եւ այն ինչ որ մենք լսում ենք գապ չունի ոչ Արցախի հանրապետության դրոշների հետ ըստ էության, ոչ էլ սփյուռքահայ մեր հայրենագիտների իրավադիրության բայկարի հետ, գապ ունի բարձրապես այս իշխանության ոչ լեգիտիմության պայմաններում իշխանություն պահելու մոլուցքի հետ։ Սա պետք է վերջանա եւ Հայաստանը պետք է դուրս գա, ինչպես շատ ճիշտ են ասում վերլուծաբանները եւ ձեր զրուցակիցները, պետք է վերադառնա սուբյեկտի կարգավիճակի, որովհետեւ այս վիճակով անգամ օբյեկտ չէ։ Ուղղակի ինքը ուրիշի տեխնիկն է, մարիոնետն է եւ դա վերապերում է այս իշխանության եւ իր ղեկավարին։ Պարոն Հովհաննիսյան, դուք որքան էլ ասում եք այլևս չեք մեկնաբանում նրան, համարելով նրան ոչ լեգիտիմ ղեկավար։ Բայց նա ես ուզում եմ, որ եւս մեկ հարցի մեկնաբանեք, որովհետեւ նա ասում է, ժողովուրդը այս ընտրություններում ինձ տվել է քվե, ինձ տվել է մանդատ, որպեսզի ես ամբողջությամբ փակեմ Արցախյան շարժումը։ Նախ հետաքրքիր է ել մինչեւ ուր կարելի է փակել Արցախյան շարժումը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եւ արդյոք հիմա Նիկոլ Փաշինյանը դա կարող է մեկնաբանել այնպես, որ եթե նա ստացել է 49% ձայն, ես խոսում եմ պաշտոնական թվերի մասին, հա, անկախ նրանից այդ ձայնը ինչպես է ստացվել եւ այլն, արդյոք նա ստացել է մանդատ, այսինքն ժողովուրդը քվեարկել է նրա օգտին, որպեսզի փակվի Արցախյան շարժումը Հայաստանում։ Ոչ, եւ առավել եւս ոչ, որովհետեւ ինքը գերձված, բղձված ընտրությունների միջոցով ոչ մի մանդատ չի ստացել։ Ինքը ինքնահերացման մանդատ է ստացել եւ ինքը բարձր որ չունի այդ խառնվածքը, այդ որակները, այդ քաչությունը, այդ քաղաքացիական գիտակցությունը, այդ մանդատը իրականացնել եւ հեռանալ, ուղղակի դա մնում է ուրեմն մեր ժողովրդին, որ ինքը իրականացնի, բայց ինքը որքան ուզում է ջամարդակել երկար նախադասություններով, ինչ որ ինքնահագասող այսպես դարբեր հանգրվաններով խոսել, բարձր որ ինքը ոչ մի մանդատ չի ստացել։ Հիմա սահմանադրական դատարանը դա իր մեջ կգտնի այդ չեզոքությունը, այդ արարգայական մոդեցումը անմիջականորեն, ամբողջովին կամ մասնագիորեն բավարարել դիմողների պահանջները, նոր ընտրությունների, դա արդեն գերեվա, գիտենք թե ովքեր են այնտեղ նստած։ Բայց գուզում ասել, որ թե այդ բարիկարը, այդ ադյանը սահմանադրական հանրաքվեն, որ կարող է իրականություն դառնա, եթե չկարողանան կանխել կամ դեմնարնը, սրանք բայկարի դարբեր հանգրվաններ են, մեր քաղաքական բանդարգալների ազատ արձակումը, որ շատ լուրջ պետք է վերապերի մեր ոչ հասարակությունը, մեր ժողովուրդը, ընդդիմադիր գործիչները, գուսակցությունները, հասարակական հոսանքները, որտեղ սա իսկապես գենաց մահու խնդիր է եւ իր հրեդորաբանությունը բերում է նրան, որ ինքը եւ սա նորություն չէ, այնքան ճիշտ է ասված բոլորի կողմից, որ ինքը ներկայացնում է ոչ թե Հայաստանի Հանրապետության պետական շահը,
ոչ թե հայ ժողովրդի ազգային իրավունքները, անգամ քաղաքացիների ազատությունները, ազատ խոսքի դեմ մենք տեսնում ենք, թե ինքը ինչ է անում։ Ինքը ուղղակի խոսում է իր լեզվով արդացոլելով օդար պետությունների շահերը եւ այդ շահերը փորձելով վերածել իրավունքների։ Ինքը բարձրապես սպասարկող է, ասում ենք, որ ինքը collaborationist է, կոլաբորացիայի մեջ է, կապիտուլացիա ենք ասում, դավաճան է ասվում, բայց ինքը ուղղակի puppet է, ինքը տիկնիկ է եւ Հայաստանը չի կարող հանդուրժել, որ տեխնիկային հանրապետություն ունենան։ Դուք երբ ասում եք մենք գիտենք Սահմանադրական դատարանի կազմը, դա նշանակում է, որ դուք որևէ ակնկալիք չունեք, որ Սահմանադրական դատարանը կարող է օրինակ նշանակել նոր ընտրություններ։ Պետք է որ նշանակի ամբողջովին կամ մասնակի պետք է իր մեջ գտնի այդ գիտակցությունը, որ մենք գտնվում ենք իրավական սահմանադրական ճգնաժամի մեջ եւ ինքը պետք չէ մեղսագից եւ մասնագիցն է դրա խորացմանը։ Ինքը պիտի կարողանա ելք առաջարկել եւ հիմա տեսնենք թե այդ դատավորները որպես մի ամբողջություն պիտի կարողանան ի հեջուկս իրենց հետաքրձի առաջարկել նման լուծում, իրավական լուծում, որտեղ եթե դա լուծում չգտավ այդ դատարանի ադյանում վճռի միջոցով, ուրեմն խորանում է մեր լեգիտիմության ճգնաժամը, ոչ լեգիտիմ ենք ներսում, առավել եւս ոչ լեգիտիմ ենք դրսում, ենթակայենք օդար ազդեցությունների եւ պիտի տեսնենք, որ Հայաստանը այդ հորցանուդի մեջ, որը գտնվում է այս իշխանության մեղքով եւ պատճառով, բարձրապես պիտի շարունակի այդ վայրեջքը։ Եվ մենք 5 տարի չունենք այդ հարցի քննարկումը, հարց ու պատասխանը գադարելու համար, որ հարց լինի պիտի մեկնաբանենք, բայց պիտի հիմնական մեր ուշադրությունը մասնագիտական, քաղաքացիական, լրագրողական, քաղաքական եւ քաղաքացիական լինի հարցը լուծելու վրա։ Այ ինչպես լուծել հարցը, պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք, որ այս ազգային ժողովը, եթե նույնիսկ ձևավորվի, 5 տարի չի շարունակելու իր գործունեությունը։ Ինչն է խանգարելու այս ազգային ժողովին 21 թվականին, որովհետև դարձյալ նման կանխատեսումներ կային, որ չի շարունակելու իր գործունեությունը։ Լինելու են արտահերթ ընտրություններ, նույնիսկ ընդդիմության դաշտում կար քննարկում գնալ արտահերթ ընտրությունների, թե սպասել հերթականին, գնալ հեղափոխության ճանապարհով, թե սպասել հերթական ընտրություններին, բայց ձգվեցին այդ 5 տարիները։ Հիմա ինչն է խանգարելու դրան։ Դե դա դիբաշարերից մեկն է եւ պիտի նկատի առնենք։ Ես ասում եմ թե ինչ է համապետական հրամայականը, որի դեմ մենք կանգնած ենք, եւ այդ հրամայականը այն է, որ մենք աննախադեպ իմաստնություն, համախմբվածություն, ջգունություն եւ հստակություն պետք է մտցնենք պայքարի մեջ։ Եվ դա ենթադրում է նոր մեթոդապանություն, որը ներառում է իհարկե թե խորհրդարանում ընդրված ընդդիմությունը, բայց ոչ միայն եւ ոչ միայն դրսում մնացած գուսակցությունները, այլ անհատներ, մասնագիտական խմբեր, հասարակական հոսանքներ եւ թե բայկարի բազմազանությունը, հարթակը, նպատակը, ուղերձը, մարդավարական խնդիրները, քարոզչականը լրիվ նորովի մոդեցում է ենթադրում։ Եթե պիտի անցյալի գրգնությունը լինի, ձեր ասածը գնի եւ կգնանք դեպի վադը, առավել վադը եւ այդ դեպքում այդ 5 տարին որ կարող է ազգային ժողովը այդ դեպքում 5 տարի իր 5 տարին ձգի, բայց Հայաստանի ինքնիշխան, սոցիալական, ժողովրդավարական, ազգային հանրապետությունը բարձրապես չի լինելու է մի փոքր գորիզ Երևանի շուրջ եւ շուրջը լինելու են ադրբեջանցիներ, դարբեր ազգի ներկայացուցիչներ եւ Հայաստանը կզրկվի իր pedagogan ազգային ինքնությունից։ Պարոն Հովհաննիսյան, այս պահի դրությամբ ընդդիմությունը ինչ անելիքներ ունի, խոսքս հենց այս պահի դրությամբ է, մենք տեսնում ենք ընդդիմադիր դաշտում կան համախմբման կոչեր, նաև այսպես նպատակներ, համախմբենք, հանրահավաք անենք եւ այլն եւ այլն։ Դա ինչ է տալու եւ ինչի շուրջ հենց այս պահին ընդդիմությունը պետք է համախմբի, որ դա չլինի մեխանիկական համախմբում։ Այո, մենք բոլորս ասում պետք չէ լինի մեխանիկական, պետք չէ լինի տեխնիկական, պետք է 5 տարի առաջ լիներ, պետք է 5 ամիս առաջ լիներ, պետք է 5 շաբաթ առաջ լիներ, ոչ թե հիմա արդեն հետընտրական շրջանում, երբ որ հիմա դեմ հանդիման ենք որ մեծ աղետի խորացմանը։
Եվ ուրեմն ես չէ որ պիտի դրսից քարոզեմ, ես արիտ ունեցել եմ թե փորձեր գադարել, իմի բերել համապետական այլընտրանքի ասպես հավաքական, որը հավաքական պատասխանատվությամբ Հայաստանագենտրոն քաղաքականությամբ հայ ժողովրդին մատուցում է մի այլընտրանք, որը հիմնված է Երևանի եւ Հայաստանի Հանրապետության շահի վրա եւ որը պատրաստ է գործակցել աշխարհի միջազգային բոլոր ուժային կենտրոնների հետ։ Ցավոք սրտի դրանք մինչև հիմա իրականություն չեն դարձած, ամեն մեկը ունի իր դարբեր մոտեցումը, ամեն մեկը ունի իր ինքնասիրությունը եւ հբարդությունը, բայց հիմա այն բանն է, որ պիտի ողջունենք այդ գոչերը, շատ լավ է որ այդ գոչերը կան թեկուզ ուշացած, հիմա այդ գոչերի հետքերով պիտի գործ լինի, առաջ գործը լինի, հետո հայտարարությունը եւ հետո այնտեղից ծնվի մի աշխատող հավաքական հանձնարարությամբ հաշվետու մի այլընտրանք, որ մարդիկ նայեն, շարքային քաղաքացին նայեն, ասի, սա է պատրաստի թիմը, որտեղ կան մարդիկ, որոնք ունակ են, մասնագետ են, ծածկում են ոչ դարաբատկերը, արևելումների, օրիենտացիաների, սա համապետական մոտեցում է, եւ այս է, որ պիտի կա իշխանության այս ամենադժվարին բահին։ Անկամ այդ դեպքում ոչ մի բան երաշխավորված չէ, որտեղ այս իշխանությունը մեզ դարել է հադագից ներքև, բայց կոնը երկիրը պիտի շնչելու հնարավորություն ունենա եւ այս շաբաթները շատ կարեւոր են, որ ընդդիմությունը դուրս գա մանր գուսակցական ինքնագո գուրկ ստեղծող լուծումներից եւ լայն քաղաքական վերգուսակցական եւ ժամանակագից նոր արշավ առաջարկի մեր ժողովրդին։ Դուք երբ ասում եք, որ ուշացած է ընդդիմության համախմբումը, դուք նկատի ունեք նախընտրական շրջանը, այդ ժամանակ պետք է համախմբեին, թե դուք նկատի ունեք հենց օրինակ ընտրությունների օրը, ընտրությունների գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանն իրեն հաղթած հռչակեց։ Բոլորն էլ, ես ասում եմ, մինչև նախընտրական շրջանը, այդ օրը ամեն մեկը ունի իր նպատակը, ուզում է ինքը իմաստավորել իր կյանքը քաղաքական դաշտում, լավ է, թող լինի այդպես դա քաղաքական պայքար է, բայց սա արդեն շարքային նորմալ քաղաքական պայքարի մեջ չենք, սա մեր երկրի լինելիության խնդիրն է, մեր ազգային ինքնությունն է, ժամանակագից դեմոկրատական ազգային քաղաքացիական պետություն դառնալու վերջի հնարավորությունն է եւ այդ դեպքում նրանք ովքեր լիդերներ են պետք է հասկանան որ իրենց լիդերությունը անպայման չէ որ պիտի իրենք լինեն վարչապետ, նախագահ, Երևան, ամեն մեկը իր դեղում, մեկը առաջնագծում, մեկը թիկունքում, բայց սա պիտի լինի համալիր մոտեցում։ Եվ մենք այո ուշացել ենք, սա պիտի լիներ վաղուց կամ առնվազն մինչև ընտրություններ, բայց հիմա ունենք ինչ ունենք եւ ողջունելով այդ գոչերը գործի ժամն է, թող գործ լինի այլընտրանքը ստեղծվի, հետո նոր հայտարարություններ լինեն։ Օրինակ 13 թվականին դուք հայտարարեցիք ես ընտրված հաղթած նախագահն եմ։ Երբ ընտրություններում 36% ձայն էիք հավաքել։ Պաշտոնական, այո։ Այ պաշտոնական 36%, բայց դուք դուրս եկաք փողոց եւ ասացիք ես եմ ընտրվել որպես նախագահ։ Հիմա օրինակ ընդդիմության առաջատարը, առաջին տեղը զբաղեցրած կուսակցության առաջնորդը նույնը պետք է աներ, պարոն Հովհաննիսյան։ Գիտեք ինչ, ես այդ հայտարարությունը կարող է եւ արած լինեմ, բայց իմ ամենօրյա ներկայությունը խոսքը իմաստը նրանում է, որ սա միայն Ռաֆիի պայքար չէ, եւ սա շարունակական երկարատև պայքար է, եւ այդ պայքարը ենթադրում է հերթափոխեր, եթե սա քարաթափում է, ամեն մեկը մի քարե իր հերթափոխով, եւ մենք պիտի պատրաստվենք երկարատև պայքարի, եւ մի հոգու պայքար չէ, դուք հանգարց իմ անունը չհոլովեք, սա մենք Հայաստան պիտի գոչենք, որ սա հավաքական պատասխանատվության խնդիր է։ Դրա համար ես կարծում եմ, որ այս իշխանավորները չհաղթեցին, ես չեմ կարող բննել, որ որևէ մի ախոյան կամ մրցակից առանցին վերցրած նույնպես հաղթել է, դրա համար ես կարծում եմ, որ ամենաբանականը, ամենաիրավականը եւ նաեւ լուծում առաջարկողը Թադարանի կողմից այն պիտի լինի, որ նոր ընտրություններ
նշանակի ամբողջովին նախընտրելի է, բայց եթե պետք է նաև մասնակի։ Լավ, նոր ընտրությունները ինչ կտան, որովհետև այստեղ որտեղ է երաշխիքը, որ այս ընտրություններում պատկերը չի լինի շատ ավելի ի վնաս ընդդիմության։ Դե հիմա չգիտենք, բայց եթե մեր ժողովրդի լուր մեծամասնությունը հասարակությունը ոտքի կանգնի եւ դիրանա իր քվեի, իր դերը լինելու նաև իրավունքին, ես կարծում եմ, որ ընդդիմության ավելի ճշգրիտ մարդավարության եւ գազագերբական աշխատանքների դեպքում արդեն կունենանք լեգիտիմ ընթացք եւ լեգիտիմ արդյունք։ Եվ այդ լեգիտիմ արդյունքը ենթադրում եմ, ես չգիտեմ, կլինի կոալիցիոն լուծում, որը կբերի այս իշխանության ոչ թե փոփոխություն, այլ իրենց ոչ լեգիտիմության պայմաններում իրենց հերացումը դեպի այն նույն պատմությունը, որ իրենք փորձում են այդքան խմբագրել եւ փոխել իրենց օգտին։ Հիմա եթե պարոն Հովհաննիսյան նոր ընտրություններ չեն նշանակվում, սահմանադրական դատանի որոշում ինչ որ առումով կանխատեսելի է, որ գուցե նոր ընտրություններ չլինեն։ Մենք խոսում ենք ընդդիմության համախմբման մասին, բայց չենք խոսում հստակ անելիքների մասին։ Ենթադրենք ընդդիմությունը իսկապես մի կողմ է դնում կուսակցական շահերը, ամբիցիաները, ինչպես դուք եք ասում, մի կողմ է դնում այսպես առաջինը լինելու, չգիտեմ, վարչապետի տեխնացու լինելու բոլոր հավակնությունները եւ համախմբվում է։ Ինչ ունի անելու այս դեպքում, եթե օրինակ Սահմանադրական դատանը ուժի մեջ է թողնում այս ընտրությունների արդյունքները, բաշխում է մանդատները, դրանից հետո ինչ անել։ Սահմանադրական բոլոր եղանակներով պայքար, որ մենք այս հարցը արտահերթ կարգով լուծենք, եւ դա ենթադրում է պայքար pedagogan հիմնարկներում, փողոցում, մասնագիտական շրջանակներում, ճնշման բոլոր եղանակները իրացնելով, առաջին հերթին ներքին ներհայաստանյան պայքարով, բայց նաև արտաքին աշխարհի հետ աշխատելով էֆեկտիվ ձևով, կուզեմ ասել, որ ճիշտ կազմակերպման դեպքում մենք կունենանք դարբեր արդյունք։ Եվ ես չէ, որ առանցին պիտի այսպես մենադիրական խոսքով ասեմ, ինչպես պետք է լինի, ոչ միայն հարցազրույցով, նաև մասնավոր զրույցներով։ Սա պիտի լինի հավաքական փորձ, հավաքական ռազմավարական մի առաջարկ, որը Հայաստանը երբևէ չի տեսել։ Արդյունքը երաշխավորված չէ, բայց ես կարծում եմ, որ ի վերջո կհասնենք նրան, որ կունենանք նոր իշխանություն, որը կարող է ժամանակավոր լինի, բայց թույլ կտա, որ Հայաստանը նաև շունչ քաշի աշխարհի հետ նորովի խոսի եւ ինչ որտեղ մեր իրավունք ունենալու իրավունքը նաև նորից բերի օրագարկ։ Բայց առաջի հերթին դուք ճիշտ եք, հարևան բռնապետության ակտիվության պայմաններում եւ հետեւողական աշխատանքի բերմամբ մենք մեծ խնդիր ունենք միջազգային ադյաներում, նաեւ ներսում, նաեւ դիմադրողական ոգի դարաձել մեր ժողովրդի մոտ, որ ոչ թե որ մենք այլադյաց ենք, Հայաստանը շատ հանդուրժող ժողովուրդ ունի, բայց որ հանգարց մեր դարաշրջան ամբողջականությունը, մեր իրավունքները, մեր ժառանգությունը հանգարց օդարին չմնա։ Այն էլ հորինված միֆային առասպելական իրենց հիմնավորումներով, սրանք պետք է թիրախավորվեն դրսում, ներսում եւ թույլ չտանք, որ իրենց սուդով, գեղձիկով գան մտնեն Հայաստան, որ իրենց համար հեշտ է, որտեղ այդ նույն սուդու գեղձիկը նաև գործում է որպես մեթոդապանություն իրենց գրծեր գործընկերների մոտ։ Պարոն Հովհաննիսյան, դուք խոսեցիք նոր զիջումների մասին, ասացիք, եթե Նիկոլ Փաշինյանը մնա, լինելու են նոր զիջումներ։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, եթե ընդդիմությունը հաղթի, կլինի պատերազմ, եթե ես հաղթեմ, չի լինի պատերազմ։ Հիմա նա իրեն հաղթած է համարում։ Նա ինքը ասում է, ես հաղթել եմ այս ընտրություններում եւ միանձնյա ձևավորում եմ կառավարություն։ Ինչու է նորից խոսում պատերազմի սպառնալիքի մասին։ Արդյոք այնուամենայնիվ Հայաստանում տեղի է ունենալու հերթական պատերազմը, որովհետեւ նա հանդիպում է Հաջիևի հետ, դրանից հետո ասում է, ստեղծվել են պատերազմի սպառնալիքներ, որոնք մենք պետք է կառավարենք։ Հիմա սպասելու ենք ինչ որ տարածքային զիջումների, թե լինելու է պատերազմ։ Դուք ինչ եք տեսնում այս քաղաքականության մեջ։ Քանի այս իշխանությունը գա, պատերազմի վտանգը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Իրենք հոմանիշ են ոչ թե խաղաղության, քարոզչական առումով տարածված խաղաղության,
այլ ըստ էության պատերազմի եւ Ադրբեջանի իրենց իշխանության օրոք չգարձենք, որ իրենք բարձր որ իրենց հրեդորապանությունը, այնինչ որ իրենք բերում են օրագարկ, մեր գերիների հարցը միջանցք է վերաթարց է իրենց եւ այդ ամեն ինչը չի խոսում խաղաղության նկատմամբ նվիրման մասին։ Իրենք պատրաստվում են բռնի ուժով լուծել այդ հարցերը։ Եթե այս իշխանությունը որևէ այսպես վերաբաղություն դվայդանք, հետացկում, ինչ-որ բան ակնարկի, եթե այդ բոլոր զիջումները պատրաստ չի միաժամանակ տալ, ես կասկած չունեմ, որ պատերազմը սպասում է մեզ։ Դրա համար պատերազմը ես կարծում եմ իր հավանականությամբ միշտ մեր դեմն է, պիտի բادرանք չդածենք, պատերազմը միշտ կա եւ այդ վտանգը լինելու է մինչեւ վերջ, քանի այս հարևաններն են այս իշխանություններով հանդերձ լինելու է պատերազմի վտանգ ցանկացած իշխանության դեպքում, բայց այս իշխանությունը առաջի հերթի բերելու է այդ պատերազմը եւ հիմա կարող եմ ասել, որ իրենք խաղում են ասպես զիջման պատերազմի այս երկընտրանքի միջև, փորձելով վախեցնել մեր հասարակությունը, բայց իրենք հենց դրա վրա խաղում են եւ գամովի զիջման, գամ ֆիզիկական ագրեսիայի դեպքում մեր կոնկրետ հարևանները պիտի իրենց ցանկությամբ պիտի հասնեն իրենց նպատակին։ Իրենք ունեն հոժար պարտներ ներգադրությամբ, որը ուզում է ամեն ինչ դալ աթոր բայելու համար եւ առանց ասես երևացող պատերազմի, բայց այդ մարդիկ չեն նայում այս մարդու անունը ինչ է, ինքը ով է, ով իրեն հերթափող կկա, իրենք պիտի շարունակեն իրենց պայքարը եւ պիտի ունենան այդ փանթուրանական ճանապարհը եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր շահը հարգենք, մեր իրավունքը հարգենք եւ փորձենք մի այլ դեսագի ասես իրավիճակում բարի դրացիական հարաբերություններ ունենալ իրենց եւ բոլորի հետ, բայց ոչ ուղղահայաց։ Այդ ուղղահայացը այսօր որ գա, այդ ասիմետրիան ու չի կարող գործել եւ բերելու է պատերազմի։ Տեսեք, նախընտրական շրջանում եւ Նիկոլ Փաշինյանը եւ արտգործնախարարը Արարատ Միրզոյանը խոսում էին ադրբեջանական տարածքների մասին, հայկական վերահսկողության ներքո գտնվող ադրբեջանական տարածքների մասին։ Սա արդյոք անոնսում էր, որ ընտրություններից հետո տեղի ունենալու այդ տարածքների հանձնում, զիջում Ադրբեջանին։ Այո, ոչ միայն։ Եվ չի բացառվում, ֆանտաստիկ չթվա, որ իրենք մի օր անգամ ասեն, որ պատմականորեն Հայաստանի ոչ հանրապետությունը դա հայկական հայրենիք չէ, դա պատկանում է մի այլ պետության, Թուրքիա, թե Ադրբեջանը։ Ես այլևս չէի զարմանա, որ միայն անկլավներ չլինեն, ոչ մի փոքր գդորը կամ սահմանային եզերքը չլինի, կամ այն մյուս միջանցքը, այլ սա վերաբերի ոչ Հայաստանի, ասե, որ սա մերը չի եղել, բնիկը իրենք են, եկ որը մենք ենք, եւ ուղղակի երախտագետ լինենք, որ իրենք թույլ են տալիս, որ մենք ապրենք այս տարածքի վրա։ Ուղղակի իրենք փորձում են բարբել մեր երկրից ցանկացած ինքնության դար, ցանկացած բազմակրություն, ցանկացած հիշողություն եւ ստեղծել ինչ-որ մի տարածք։ Եվ այդ տարածքը ապահովել գերձ պետականասիրությամբ, այսինքն էթատիզմով, որ իբր թե հայրենիքը պետությունն է, պիտի պաշտենք մեր դրոշակը եւ այն, իրենք թքած ունեն, իրենք ամենօրյա վարկով, հանցանքով, հավատամքով մեր պետական խորհրդանիշների, այդ թվում նաեւ մեր դրոշակի վրա։ Վան Հովհաննիսյան, եւ վերջում շատ կարճ ձեր գնահատականը Հայաստանի իշխանությունները իրենց արտաքին քաղաքականության մեջ ըստ ձեզ տեսանելի է ուր են գնում, ինչ են անում, որովհետեւ կարծես ընտրություն է գնում Արևմուտքի եւ օրինակ Ռուսաստանի միջև, մեզ Ռուսաստանից ամեն օր ասում են ձեր վերջնական ընտրությունը կատարեք, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստորեն Ռուսաստանը կամ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը իրենք պետք է ընտրեն, առհասարակ գոյություն ունեն, թե գոյություն չունեն, ինքնալուծարվում են, թե չեն ինքնալուծարվում։ Ձեզ համար հասկանալի է ինչ է կատարվում։ Չկա արտաքին քաղաքականություն, չկա դիվանագիտություն ըստ էության, որը հիմնված է Հայաստանի իրավունքի եւ շահի վրա, եւ այս իշխանությունը իրենց էությամբ, բովանդակությամբ, իրենց գադարած ընդրություններով
ամենահերուն է եվրոպական չափանիշներին։ Իրենք երբևէ չեն կարող լինել Եվրամիության անդամ իրենց իշխանության օրոք։ Դա բացառվում է։ Եվ այն, որ Եվրոպայի որոշ շրջանակներ իրենց սեփական արժեքներից եւ քաղաքագործությունից հեռանում են եւ այսպես մագերեսային աշխարհակահաղական ինչ որ վերլուծություն են կատարում, դա ուղղակի ժամանակավոր է։ Այս իշխանությունը որևէ կապ չունի եվրոպական արժեքների, ընդրությունների քաղաքագործության հետ եւ որևէ կապ չունի ռուսական պետական քաղաքագործության հետ, ոչ էլ Իրանի հետ։ Կուզեմ ասել, սա մի կենթանի է, որը ինքնամփոփ է, որը իր մասին է մտածում եւ ուզում է իրեն հետ նույնացնել Հայաստանը, պետությունը եւ մեր սահմանադրությունը եւ դարածքային ամբողջականությունը։ Իրենք նույնը չեն, որքան իրենք ասեն, որ ես եմ Քրիստոս, ես եմ պետությունը, ես եմ կառավարությունը, ես եմ սա, ես եմ, իրենք երբևէ չեն կարող լինել Հայաստանի դրոշակագիրը, Հայաստանի իրավունք պաշտպանողը եւ այս խաղերը Եվրոպա եւ Ռուսաստան մյուսը վերջ են ունենալու, անցնելու են եւ մենք պիտի ունենանք ուղղակի այս ահավոր մեծ խորոչը, այս մեծ ախտը մեր արդի հայոց պատմության մեջ, բայց սա էլ կանցնենք, սա էլ կհաղթարենք, սա էլ կվերապրենք։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի Ժառանգություն կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանի հետ, մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։